Հոգու մաքրումը հին ժամանակներից ի վեր մարդկությանը հետաքրքրող թեմա է։ Այն ներքին խաղաղության, հոգևոր աճի և կյանքի ներդաշնակության բանալին է։ Հոգին, ինչպես մարմինը, կուտակում է կեղտ, բացասական զգացմունքներ, վիրավորանքներ, մեղքի զգացում, վախեր և անցյալի ծանր հիշողություններ։ Այդ կեղտը ծանրացնում է մեզ, խանգարում ազատ շնչել և ուրախ ապրել։ Ինչ է հոգու մաքրումը։ Հոգու մաքրումը ներքին աշխարհի ազատագրումն է բացասական էներգիայից։ Դա ոչ թե միանգամյա գործողություն է, այլ շարունակական գործընթաց, ինչպես տան մաքրությունը։ Այն օգնում է վերականգնել ներքին հավասարակշռությունը, բարձրացնել գիտակցության մակարդակը և բացել սիրտը սիրո ու բարության համար։ Հոգու մաքրման ուղիներ։ Ահա մի քանի պարզ, բայց արդյունավետ մեթոդներ, որոնք կարող են կիրառել ամեն օր։ Ներում։ Սկսիր ինքդ քեզ ներելուց։ Շատերն իրենց մեջ կրում են մեղքի ծանր բեռը անցյալի սխալների համար։ Ասա ինքդ քեզ. ես ներում եմ ինձ, որովհետև ես մարդ եմ և սխալվելու իրավունք ունեմ։ Հետո ներիր ուրիշներին։ Պահած վիրավորանքը թույն է, որ դու ինքդ ես խմում։ Ներումը չի նշանակում մոռանալ կամ արդարացնել, այլ ազատվել ատելությունից։ Երախտագիտություն։ Ամեն երեկո գրիր 3-ից 5 բան, որոնց համար երախտապարտ ես այդ օրը։ Սա փոխում է ուշադրության կենտրոնը բացասականից դեպի դրականը և լցնում հոգին լույսով։ Երրորդ. մեդիտացիա և աղոթք։ Օրվա մեջ գտիր 10-ից 15 րոպե լռություն։ Պարզապես նստիր, շնչիր խորն ու դանդաղ և թող մտքերը հոսեն, առանց կառչելու դրանց։ Աղոթքը կամ մեդիտացիան կապ է հաստատում ավելի բարձր ուժի հետ և օգնում է լվանալ հոգին։ Չորրորդ. բացասականության ազատում։ Գրիր թղթի վրա այն ամենը, ինչ քեզ ծանրացնում է՝ վախեր, վիրավորանքներ, զայրույթ։ Հետո ապահով կերպով այրիր թուղթը, խորհրդանշորեն ազատվելով դրանցից։ Այս ծեսը շատ հզոր է։ 5. Բնության հետ շփում։ Քայլիր անտառում, լսիր գետի ձայնը, նայիր երկնքին։ Բնությունը բնական մաքրող է։ Հայաստանում այդքան գեղեցիկ վայրեր կան՝ Սևան, Դիլիջան, Տաթև, օգտվիր դրանցից։ 6. Մարմնի խնամք։ Հոգին և մարմինը կապված են։ Տարբերական ծոմապահություն, մաքուր սնունդ, սպորտ և բավարար քուն օգնում են մաքրել նաև հոգին։ Վերջում, հոգու մաքրումը սեր է, ինքդ քո հանդեպ։ Երբ հոգիդ մաքուր է, կյանքը դառնում է ավելի թեթև, ուրախությունը ավելի խորը, իսկ հարաբերությունները ավելի անկեղծ։ Սկսիր փոքր քայլերով և կտեսնես, թե ինչպես է փոխվում ամեն ինչ շուրջդ։ Թող քո հոգին միշտ լինի լույսով և խաղաղությամբ։